Հայկ Աշարատում էր, էլի բռնվեցիք, Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ հրապարակել է գաղտնալսումներ, որոնց հիման վրա Կալուգեցի օլիգարխի թիմակիցներից եւս 5 անձ է ձերբակալվել ընտրակաշարք բաժանելու համար։ Գաղտնալսումներում ակնհայտորեն խոսվում է մարդկանց նյութապես շահագրգռելու մասին։ Մարդկանց ինքնասիրությունը ոտնահարելով փորձում են նյութապես շահագրգռեն։ Զազրելի, նողկալի բնույթի ձայնագրություններ, որտեղ մարդկանց ինքնասիրությունը ոտնահարելով, շալվար ու սվիտեր խոստանալով, գազի փող վճարել խոստանալով, ուսման վարձի մի մասը վճարել խոստանալով փորձում են վերջիններից ձայնը գնեն։ Մարդկանց մասին խոսում են ինչպես ապրանքի մասին։ Գլխաքանակով են մարդկանց մասին խոսում։ 500-ից 450-ը որակով է, դե երևի են 50 հոգի ընտրողն էլ անորակ էր։ Ու այո, ձայնագրություններում ակնհայտ երևում է, որ գործ ունենք Հանրապետական կուսակցության համար ժամանակին փողով ձայներ հավաքագրող թաղային խուժանի հետ, Հանրապետականի ընտրատասովщикների հետ, ովքեր հիմա նոր տեր են գտել, իդեմս Կալուգեցի օլիգարխի։ Այո, Հանրապետականի ընտրատասովщикները թաղային խուժանը այսօր ծառայում է Կալուգեցի օլիգարխին։ Նույն թաղային խուժանը իրենց ընտրողների հասցեին հայհոյանքներ է հնչեցնում։ Այս մարդիկ նույնիսկ իրենց ընտրողներին չեն հարգում։ Ու նույն ձայնագրությունների մեջ լսվում է նաև համապատասխան մյուս օլիգարխի անունը։ Ասում են դոդի մարդիկ են եկել, բա իրանց ինչ պատասխան ենք տալու։ Բելարուսցի համապատասխան օլիգարխը ասելիք չունի այս թեմայով։ Սիրելի ժողովուրդ, հեռու մնացեք թե Կալուգեցի օլիգարխից, թե նրա թիմակիցներից, թե նրա ընտրատասովщикներից, թե թաղային խուժանից, որ ձեզ ընտրակաշարք կառաջարկի, որովհետև այդ ընտրակաշարքը իրականում ուղետոմս է դեպի կալանավայր, որովհետև ընտրակաշարք վերցրած ցանկացած անձ ի վերջո կալանավորվելու է ու տեղափոխվելու է կալանավայր, ինչպես որ տեղափոխվում են Կալուգեցի Սամոյի բազմաթիվ թիմակիցներ։